Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրանտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության հիմնադիր նախագահ պարոն Արտակ Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, միշտ սիրով։ Ընտրությունից հետո չենք զրուցել, սա մեր առաջին հանդիպումն է, խնդրելու եմ, որ կիսվեք ձեր տպավորություններով, ձեր դիտարկումներով, հավաքեցիք 2000 ձայն։ Շատերը ոչ միայն ձեր կուսակցության դեպքում է լինում, այս ընտրությունից հետո խոսում էին, սա իրական թիվ է, հավաքած ձայները, թե իրական թիվ չէ, հիմա այդ 2000 ձայնը ձեր իրական թիվն էր, քիչ էր, թե սպասելիքից ինչքան էիք սպասում, մի խոսքով, նախ ամբողջ ընտրությունների հետ կապված իր տպավորությունները, դիտարկումները, հետո մենք խոսենք հետընտրական այսօրվա իրավիճակի մասին։ Ասեմ, որ ընտրություններից ունեի թե դրական, թե բացասական տպավորություններ, ամենադրականը, որ ունեցա, դա իհարկե, որ արմատական բեկում եղավ, ազգը չընտրեց այդ նախկիններին, այլ ընտրեց ինչ-որ մի մարդու, ասենք, ով որ քաղաքականության հետ կապ չունի, հայերեն լեզուն չգիտի, հա, ինչ-որ Տաշիրսկի Սամվել, ասենք, ազգը գնաց ընտրեց մի ինչ-որ մարդու, հիմա դրա մասին կխոսենք, այդ մարդը իսկական է, թե իսկական չի, բայց ազգը որոշեց, որ դե ամբողջ ազգը չէ, ինչ-որ այնքան տոկոս ինչքան ստացավ, չէ՞ ձայն։ Հա, դե հիմա այդ ձայներն էլ չգիտենք ինչա, ոնց է, մենք մեր մասով հեսա կասենք այդ ձայների, բայց դա դրական էր, ասենք, այն ում պետք է որ ձայն տային, Քոչարյան կամ Ծառուկյան դրանց ձայն չտվեցին, ես չեմ էլ հավատում, որ Քոչարյանը 9%-ը հավաքել է, ես շատ կասկածում եմ, հիմա դա դրական կողմներ, բացասական կողմերը, որ երևաց, որ Հայաստանում ընտրություն չկա, իրավահաջորդություն է, այսինքն այդ շարունակում է, որոշել են, որ պետք է սա լինի, մյուս դրական կողմը, որ թվերը անես նկարվեց, որ էլի աշխարհի դիմաց բալանս պահվի, այսինքն եթե այս կողմից սեղմեն, ասեն ախր մենք մեծամասնություն չենք, մենք չենք կարող այդ որոշումները, որով ժամանակավոր Հայաստանի շահերից է բխելու, միշտ եղել է, չէ՞, սրանից առաջ, եթե որ ինչ-որ որոշումներ պետք եղել կայացնել, ժողովուրդ են փողոց հանել, որ աշխարհի Երբ ուզեցել են ցույց տան, որ ժողովուրդը դեմ է, մենք էլ չենք ուզում։ Հա, այդ նույն բանը հիմա էլի այդ սցենարը ստեղծվեց, նկարվեց այնց, որ Փաշինյանը մեծամասնություն չի, որ դե լրիվ ասում եք նկարվեց, ստացում է ընդհանրապես։ Հիմա ես մեր հարցով ասեմ, մենք խումբ ունենք, կուսակցականների խումբ, եւ 3 հատ այդպես խումբ ունենք, ասենք ցուցակի 3 խումբ ունենք, առաջի 30-ը, հետո 80-ը, հետո առաջի 10 համարները եւ ունենք ընդհանրապես կուսակցության խումբ։ Այդ կուսակցության խումբը ընտրության օրը մարդիկ մեզ ուղարկում են։ Ես, կինս, երեխաս, 2 երեխաս, ու տես մենք հաշվում ենք։ Դա միայն կուսակցականներին էր վերաբերում, մենք 16500 ձայն հաշվեցինք այդպես, ինչքան էլ որ ոչ կուսակցական սատարողներ, դա մենք չգիտեինք։ Հիմա լավ, ասենք այդ 10%-ը մեզ խաբում է, հա, այդ կուսակցականներից նույնիսկ գնացել են եւ ընտրել են ուրիշին, բայց հնարավոր չէր էլի որ բոլորը խաբեին եւ չկարողացանք ապացուցել, քանի որ երբ որ դիմեցինք, մեզ ասացին բերեք այս թղթերը եւ վերջում ասացին դուք ժամկետի մեջ չմտաք այդ բողոքարկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 էջ նամակ է մեզ ուղարկել որ դուք ժամկետի մեջ չտեղավորվեցիք մենք պատրաստ չէինք ընտրություններին ես դա էլ ասեմ դիտորդներ չունենք չնայած երբ որ նայեցի ես խայտարակ իրավիճակին երբ որ Տաշիրի խումբը ունեցել էր դիտորդներ, աշխատավարձ էր տվել, մոտ 100,000, ես ինչքան հիշում եմ, այդպես թվեր էր, եւ այդ մարդը արձանագրության տակ ստորագրել էր, որ 1 ձայն վերահաշվարկից 140 ձայն, այսինքն այդ ինչքան պետք է ծախված լինես, որ համ փող վերցնես այդ ուժեղ Հայաստանից, համ էլ արձանագրության տակ ստորագրես 1 ձայն, հետո վերահաշվարկից դուրս գա 144 ձայն, այսինքն այդ
ցույց է տալիս բացասական կողմերից, որ նույնիսկ եթե վստահված անձինք էլ ունենաս կամ պետական ռեսուրսը կամ ավելի շատ են տվել կամ ինչ-որ այլ ռեսուրս են կիրառել, որ այդ մարդը այդ արձանագրության տակ ստորագրել է կամ ընդհանրապես միտեղ տարել են, խմացրել են։ Պետքն էլ չի եղել։ Հա, հեչ պետքն է չի եղել, բայց դա են տատուս ասած թրքի շունություն է, էլի, համ փող վերցնես այս կուսակցությունից, համ վստահված անձ լինես, համ էլ գնաս այտենց ստորագրես։ Մի խոսքով, դրական բացասական կողմերը դրանք են, ամենադրական ասում եմ, որ ժողովուրդը վերջապես այդ արմատական բեկում եղավ, հա, ընտրեց շուտ մի մարդու, որ ընդհանրապես քաղաքականության մեջ չկարել, հա, եկավ, ստից մի հատ արտահայտություն արեց, փագեցին, հայրեն էլ չգիտի խոսալ, ամբողջ թիմը հայրեն, այդ ընտանիքը հայրեն խոսում է, բան չենք հասկանում, եւ ժողովուրդը այդ մարդուն ձեն տվեց։ Բայց պարոն Սարգսյան, չէ՞ որ այդ մարդու, եթե խոսքը գնում է Սամվել Կարապետյանի մասին, այդ մարդու մասին խոսվում էր նաեւ Պուտինի հետ առնչությամբ։ Հիշում եք ապրիլի 1-ին, երբ որ Պուտինը այսպես ակնարկով ասեց կան մարդիկ, որոնք ունեն ռուսական անձնագիր եւ այլն, այսինքն մարդիկ այնց պատահական մարդ չի Սամվել Կարապետյանը, որ դուք ասում եք գնացին ընտրեցին պատահական մարդ։ Այդ մարդը ունի իր Ես անուն չլսեցի Սամվել Կարապետյանից, ես ուրիշ կուսակցությունից լսեցի, հակառակը ես տեսա որ Սամվել Կարապետյան Քոչարյան ասում են թե Պուտինը մեր մասին չի խոսում, բայց ես տեսա մի հատ ուրիշ կուսակցության ղեկավարը, որ ասում են Պուտինը իմ մասին է խոսում, դա Վարդան Ղուկասյանն էր, դոկ կուսակցության։ Այսինքն ես կարող եմ ակնկալել, որ Պուտինը խոսում էր հենց դոկի մասին։ Չէ, Կարապետյան, Քոչարյան, այդ ուժերի մասին, հա, միգուցե Ծառուկյան, բայց այս երեքը հրաժարվում էին, ասում էին, չէ, դա մեր մասին չէր, քանի որ այնտեղ անուն չկար, իսկ Վարդան Ղուկասյանը ասում էր, այդ որ Պուտինը խոսում էր, դա իմ մասին էր խոսում, ինքն էլ ռուսական անձնագիր ունի։ Բայց Հայաստանում չէր նրա շարժումները Դե դուք կուսակցությունը ակտիվ պայքարում էր մեր պես, ասում։ Լավ, ում նկատի ուներ, պարզապես իմ հարցս հետևյալն էր, դուք ասում եք գնացին պատահական մարդ էր Սամվել Կարապետյանը, ես ուզեցի ճշտեմ, արդյոք պատահական մարդու են տվել ձայն, ինչպես դուք եք ասում։ Թե կապվածություն կար, այնուամենայնիվ Ռուսաստանի Պուտինի ցանկության, Պուտինի հորդորի հետ, որ իմ մարդկանց լավ նայեք։ Տեսեք, իմ համար ուժեղ Հայաստան, թե Նիկոլ Փաշինյան, հա, ԿՊ դրանք նույն ուժերն են, իմ համար տարբերություն չկա, բայց ժողովրդի մտածելակերպի մեջ այդ բեկումը, որ ասացի, էլի խաբվեց ժողովուրդը, ոնց որ միշտ խաբվեց, հա, մանավանդ մարդատների պահով այս սերիալը, որ սկսվեց, վերցնենք, չվերցնենք, իհարկե վերցնելու էին, բոլորս էլ գիտեինք, ու էլի այդ նույն սցենարը հիմա գնալու է, իրանք մանդատներով պաշտպանված, ժողովրդին փողոց են հանելու, ժողովրդին փուրն են տալու, ոնց որ տեսել ենք այդ Գառնիկ, մյուս, հա, որ ժողովրդին փողոց էին հանում, իրանք մանդատներով պաշտպանված էին, ոստիկանները իրանց ձեռք չէին տալիս, չէին խփում, չէին տանում, բայց ինչքան հայրենասեր տղա կա, բոլորին տարան փագեցին։ Հիմա դա չի հարցը, բայց ժողովրդի մտածելակերպի մեջ, որ Քոչարյան էլ ձեն չտանք, այսինքն այդ նույն ձայները կարող լիներ մեր կուսակցությունը, եթե մենք լավ պատրաստված լինենք, ու ժողովուրդը այլընտրանքի գնաց, խաբվեց, այս անգամ էլ խաբվեց, այդ այլընտրանքը չկար, իրանց այտենց ներկայացրեցին, ռեկլամ արեցին, մարքեթինգ արեցին, մեկը մյուսին պաստալով, հա, ԿՊ-ն Սամվելին, որտեղ իրանց ամենաձեռնտու ընդդիմությունները այդ էր Քոչարյան, Սամվել Կարապետյան, այդ փողբաժաներն էլ էր մարքեթինգ, որ մարդիկ դա էլ բացականներից մի մասը, որ էլի ժողովրդի որոշ մաս փողի համար ձայն ծախեց, հա, այդ տասովշիկներին ձերբակալելն էլ էր մարքեթինգ, որ այսինքն այդ լրիվ տասովշիկներին ում ձերբակալել են, լրիվ են ժողովրդի լեզվով ասած պանյատյաներով մարդիկ էին, չեն ծախում փողը որտեղից է գալի, լավ բռնել եք մի հատ տասովշիկ, փող չունի ու փող է բաժան, այդ չեք կարող գտնեք փողի աղբյուրը ոնց է հասե, թե են դեղ ծախողների զակլատչիկների պես բերե փողը գցել են միտեղ, ինքն է գնացել եկայել է, լավ ասենք 2-3-10 հոգին թող լինեին չծախողներ, բայց այդեն չէ էլի, որ սաղ չէին ծախելու, չէիք գտնելու փողի աղբյուրը ու չէիք ձերբակալելու հիմնականներին։ Նպատակը այդպես
պարզ չգործելու։ Դե նպատակը հենց այդ պետությունը, որ ռեկլամ էր անում, որ փող են բաժանում, որ այդ խումբն էլ, որը որ փողի համար է, վազեն Սամվել են մոտ, հա։ Մեկը մյուսին ռեկլամ արեց, մեկը մյուսին պաս տվեց եւ վերջում էլ նկարվեց, ասում եմ, այնց որ որոշ ժամանակ Հայաստանի շահերին ձեռը տալու, հա։ Դե դա որ այս կողմից ճնշեն, թե պետք է սենց որոշում կայացնես, ասեն, ախր մենք մեծամասնություն չենք, եթե այն կողմից ճնշում բան անեն, էլի նույն։ Մի խոսքով ժամանակավոր ինչ որ Հայաստանի շահին նպաստող նկարվել է։ Եվ դուք ավելորդ կլնեիք ձեզ նման կուսակցությունները խորհրդարանում, հա։ Խանգարեիք ընդհանուր այդ գծին, այդ տրամաբանության։ Իհարկե, մենք արդեն երբ որ մտանք պայքարի մեջ, արդեն այդ քարտերը խառնել էինք եւ նրանք մտածում էին, ամեն խոչընդոտ ստեղծում էին, հաշիվները չբացելը ամենամեծ խոչընդոտն էր, բայց քանի որ մասսայական հանրային ձևով ես ասացի թողեք, ուրեմն իմ անձնական հաշվից վճարեմ, էլի կարտերը խառնով, այսքան ֆիքսվել էր եւ կոռուպցիայի կանխարգելում ինձ նամակ տվեց, որ ես կարամ մի հատ հանցանք կատարեմ, հա, կամ հանցանք չէ, խախտում։ Նամակում գրեց դուք կարող եք վճարել ձեր անձնական հաշվից, մենք դա կոռուպցիա չենք անում, բայց դա կոռուպցիա է։ Բայց նամակում ունեմ, եթե ինձ կանչեն, ասեն դա ինչ է, ասել եմ հեսա դուք եք ինձ թույլ տվել։ Այսինքն չէր մտնում դա պլանների մեջ, բոլորի պլանը այն էր, որ պետք է կամ չմասնակցենք, կամ մենք դիմելու ենք դատարան, որ հետաձգվեր քարոզ արշավը եւ օրենքով դա պետք է հետաձգվեր, երևի դա ամենալավ տարբերակը կլներ հետաձգվելու, քանի որ առողջ քաղաքական դաշտը չկար, ատելության խոսքը կար շատ մեծ էր, հա, որ կձևավորվեր ինչ-որ առողջ քաղաքական դաշտ, ժողովուրդը։ Ինչքան ժամանակ է պետք, որ ձեր ասած առողջ քաղաքական դաշտը ձևավորվի։ Դա ինչ բան է, առողջ օրինակ հիմա ձեզ կլսեն մյուս քաղաքական կուսակցությունները, էլի չթվարկեն, բոլորս արդեն բոլորին գիտեն, դրանք կասեն մենք առողջ քաղաքական դաշտ ենք, քաղաքական ուժ ենք, ինչու եք ասում կձևավորվի քաղաքական։ Հիմա բացատրեմ։ Առողջ քաղաքական։ Հիմա բացատրեմ։ 5 տարի Քոչարյանը մանդատ վերցրեց, գնացին մեր հաշվին աշխատավարձ պարգևավճար ստացան, դրա համար հիմա նրանք ձայն չհավաքեցին ու նկարվել է, ես 99%, 100%-ից ավել գիտեմ, որ նրանք չեն անցել այդ 8%-անոց շեմը, չեն։ Հիմա գանք են մյուս հարցին, որ քարոզ արշավի ժամանակ մի ամսում բոլոր այդ ուժերը տղամարդ են, հա։ Ինչ էին ասում, եթե մեր ձայները գողանան, մենք հեղափոխություն ենք անելու։ Բա սահմանադրական դատարան կամ ԿՀ ինչի համար էին դիմել էին, բողոքարկել էին, որ մեր ձայները գողացել են, ճիշտ է։ Գնացին, սկզբից ԿՀ բողոքարկեցին, հետո գնացին սահմանադրական դատարան, նույն բանը, որ մեր ձայները գողացվել է եւ ոչ մի հեղափոխություն չարեցին։ Այսինքն այդ մի ամսվա մեջ որ տղամարդ են դառնում այդ կառավարվող կամ կեղծ ընդդիմությունները, հա, որ համբալ ջարդելու եմ, այս մյուս կողմն է սատկացնելու եմ, կզացնելու եմ, մի ամիս հետո չկա, էլի գնում են մանդատները, վերցնում են էլի մեր հաշվին աշխատավարձ, պարգևավճար։ Հիմա դրա համար մենք ասում ենք, որ դա առողջ քաղաքական դաշտ չէ, այդ ատելության խոսքով մանիպուլյացիաները, մենք էլ ասենք համարյա Կովկասյան ռեգիոն ենք, մեր մոտ անձի պաշտամունք կա, անձի հետևից գնալ կա, տղամարդ պետքա լինի, հա, այդ քաղաքական գործիչը, էլի մի որոշ մասա դրան միջև հիմա խափնում է, բայց գաղափարների պայքար չկար, մենք որ ասում էինք առողջ քաղաքական դաշտ, հենց այդ գաղափարների պայքարից էինք խոսում, որ ոչ թե ժողովուրդը գնա այդ անձի հետևից, արա տեսար ինչ ասեց, տեսար ոնց ասեց, տեսար ոնց հակազծնելու, այս մեկն էլ տեսար հեղափոխություն անելու, այդ լրիվ կվերանար, քանի որ կամաց ժողովուրդը հասկանալու էր, որ այդ համակարգային փոփոխություն չի, դա նույն փոցխի վրա կանգներն է, էլի գնալու ենք ընտրենք սրան, էլի սրանք մանդատները վերցնելու են, էլի գնալու են, էլի նստելու են։ Հիմա 5 տարի մենք դա ենք տեսնելու։ Եթե 5 տարի ձգվեց, այո, մենք դա ենք տեսնելու։ Մենք հենց դա էլ տեսնելու ենք, գնալու են խորհրդարան, այնտեղ սցենաներ, հիստերիաներ, ժողովրդին էլի փողոց, իրանք էլի եմ ասում մանդատով պաշտպանված, ժողովրդին
այդ շղթան ոնց կարելի է քանդել կամ գուցե շատ էլ լավ է դուք ասում եք Հայաստանի շահից գուցե հենց այդ մանիպուլյացիաները շատ շահեկան են Հայաստանի համար ժամանակավոր շահեկան են, հա, բայց այդ դրսի ուժերն էլ են փոխվում, այն արդյոք բանաձևերը չի աշխատում, մենակ լավ տղա, որ դու լավ տղա ես, հա, դա չի աշխատում, ոչ Տրամպի մոտ արդեն դեղ ասում են, լավ տղայի հարց չկա, պետքա կողմ ընտրես կամ քայլ անես, հասկանում եք, այն մի կողմից ֆինանսները կարան փագեն, այն մյուս կողմից ուրիշ բանը կարան փագեն, Պարսկաստանի հարց, մի խոսքով շատ վատ իրավիճակ է, թե միջազգային Հայաստանի համար, թե այս ներքին, ես կասեի, որ կա մի փոքր էլ, ասենք, լավ զգացում, որ մենք չընկանք այդ ժողովրդի լեզվով ասած ժողովրդի դրբի տակ, պատրաստ չենք, այդ շեմը չանցանք, որովհետև անկեղծ ասեմ, մենք էլ ամբողջ թմին չենք կարողանալու ստիպել, դա ստիպելն էլ վատ բառ է, որ մանդատ չվերցնեն, հա, ես կամ մյուսը ինքնաբացարկ են գրելու, բայց հասկանում եք, այս համակարգան հենց է ստեղծված, որ ցուցակները կազմելուց դու միևնույնն է թմեր ես քո մոտ ընդունում, հա, ասենք, այս մարդու թիմը, եւ այդ բոլոր թմերը ինքնաբացարկ չեն գրելու քո ասելով։ Հիմա Սամվել հենց մոտ 160 հոգի, այն Քոչարյանի մոտ 200 ավել, նրանք չեն կարողանալու ստիպեն ինքնաբացարկի, ինչքան էլ իրանք իմ հայտարարությունից հետո ասում են 106 հոգի ինքնաբացարկ կա գրել, այդ 106 հոգին գիտեն, որ նրանք շանս չունեն, 5 տարի սրանք իրանց մանդատները չեն դնելու, 5 տարի մեջ սրանց մանդատների չի զրկելու իշխանությունը, այսքան քայլ արեցին, որ իբր ժողովրդի աչքին բարձրանան, ժողովրդին ցույց տան, որ մենք չենք ինքնաբացարկ ենք տալիս ձեր պահանջով, բայց իրականում մենք հասկանում ենք, որ այդ առաջի 30-40 հոգին կամ 50 հոգին նրանք ինքնաբացարկ չեն տալու եւ պետությունն էլ դրանց այտենց մասսայական մանդատներից չի զրկելու, որ իրանք, ասենք, 70-րդ տեղից կան ընկնեն 20-րդ տեղ կամ 16-րդ տեղ։ Այսինքն այլ կերպ ասած դուք համարում եք, որ բալանսավորված կարելի ասել ազգային ժողով ունենք եւ տվյալ դեպքում Հայաստանի համար ճկուն այս կամ այն ոնց որ ճնշումից խուսափելու համար լավ գործիք ազգային ժողով։ Ես կասեի ժամանակավոր։ Շատ կարճ ժամանակում ես չեմ կարող դա տեսնեմ մի տարի կլինի, թե 6 ամիս կլինի, թե ինչքան կտևի։ Եվ խաղի կանոնը բոլորի համար պարզ է, հայտնի է եւ իրենք նույն խաղն են խաղում։ Իրենք նույն խաղն են խաղում, ընդդիմություն էլի չունենք, իսկ առանց ընդդիմության զարգացում երկիրը երբեք չի ունենա։ Մենք ընդհանրապես այսօրվա ազգային ժողովում ունենք 0 ընդդիմադիրներ, 0։ Անհատներին չեմ վերաբերվում, ես վերաբերվում եմ, ասենք, ֆրակցիաներին, հա, այդ կուսակցություններին, անցողիկ շեմը անցածներին եւ այն, որ նրանք ընդունեցին առաջինը խաղի կանոնները, այն, որ նրանք տեսեք, իմ անձնական փորձը էլ եմ ասում, եթե ընտրությունների հաջորդ օրը փողոցում մարդ չկա, ուրեմն գնացքը գնացել է։ Այսինքն այն նրանք, որ ասում էին հեսա տեսնենք ինչա լինում մեր բողոքել, այսինքն ինչ դուք գնում եք սահմանադրական դատարան կամ գնում եք ԿՀՀ բողոքելու ու մեզ էլ խաբում եք, թե չէ, պետքա տեսեք, նրանք խաբեբաներ դուրս եկան բոլորը։ Չասեմ դավաճան, չնայած դրան էլ է հասնելու, հա, ոչ թե այո, նրանք դավաճանեցին իրենց ընտրողներին, հիմա դավաճան որպես քրեական օրենսգիրքի հոդված չասեմ, բայց Նիկոլը ստիպելու է, որ դրանք դառնան։ Եվ ժողովուրդը հասկացել է, բայց այս կուսակցությունները չեն հասկանում, որ եթե իշխանությունը դավաճան է, հենց այդ կուսակցությունները, որ գտնվում են ազգային ժողովում, նրանք դրա մասն են, նրանք նույն պատասխանատվությունը պետք է կրեն ազգի առաջ։ Ինչ ասում են, մենք ընդդիմադիր ենք, մենք համաձայն չենք լինելու։ Անեիկ Լուկաշը բանի են, Ուկրաինայի են տարբերակը,
ոնց են Կոսով տիկնոջանունը Տիմոշենկոն դրոշակով փագել էր ամբողջ ազգային ժողովը մի հոգի էլ հերթապահ էր դրել, որ իրենց ֆրակցիայից ոչ ոք չգա, չբա տենց արեք։ Բա ինչի եք գնում նստում այնտեղ։ Տիմոշենկոն ասեց մենք ասում են մենք գնում ենք վերցնում ենք մանդատները, չէ՞, Նարեկ Կարապետյանն ասեց, վերցնում ենք մանդատները, որպեսզի կոճակ սխմող լինի ներսում։ Այդ կոճակը սխմելու Կոճակ, այսինքն նկատի ունեն Փաշինյանի դեմ երևի թե որտեղ պայքարը։ Քո դեմը հարց չի լուծում, իրանք մեծամասնություն են։ Այդ կոճակ սխմելու իմաստը ի՞նչ է։ 5 տարի Քոչարյանեն կոճակ սխմեցին։ Օգուտը որն ասենք, եթե մեծամասնությունը անցնում է։ Ասում եմ Տիմոշենկոն, տեսեք, դրոշակով փագեց, այդ իրենց մի հատ հերթապահեր այնտեղ պահում, որ հանգարց ինքն էլ վստահ չէր, որ իր ֆրակցիայից ծախվողներ չեն լինի, չէ՞։ Չգնան այնտեղ չքվեարկեն եւ մարդը այդպես արեց։ Բա արեք Տիմոշենկոյի պես արեք, մնացած մեծ դրոշակով փագեք ձեր աթոռները, մի հատ էլ հերթապահ դե կանգնացրեք, որ հանգարց մեկը գա ձեր ֆրակցիայից, զանգեն ասեն, էսի եկել է, կարգի հրավիրեք։ Բա արեք, բայց մեկ 5 տարի մեր հաշվին աշխատավարձ ստանաք, որ ինչ։ Հələ պարկը Փաշինյանն հենց է փչացնելու սրանց։ Սրանք չեն պատկերացնում։ Ու այդ 8 կամ 10, որ իրանք ասում են, իրանց մոտից անցնելու է այն կողմ։ Երբ որ պետք է լինի Փաշինյանին, որ արդեն մեծամասնություն լինի, այդ 8-10-ը արդեն իրանց կողմից անցնելու է, բայց իրանք 8-10 չեն բերելու։ Ու Փաշինյանին էլ էս պահին պետք չի մեծամասնությունը։ Հա, հիմա պետք չի, հենց պետք է, այո, հենց պետք է, ինչպես ասում են, հենց պետք է լինելու, լավ չեն ասի Փաշինյանի կողմն ենք ասեն անկախ падգամավոր ենք դարձել։ Ու այդ միջազգային պրակտիկայում հենց դա է։ Լավ, այդ մենք տեսնում ենք, միջազգային հանրություններն են տեսնում, խաղացողներն էլ են տեսնում, ճիշտ է այդ խաղը, եթե դուք դա խաղ եք անվանում եւ այդպես եք նկարագրում իրավիճակը, նրանք էլ են տեսնում, որ ընտրված է կամ ազգային ժողով անցել են այն ուժերը, այն չափաբաժիններով, ներողություն այդպիսի բառ օգտագործելու համար մարդկանց դեպքում, որը հնարավորություն է տալիս ճկուն լուծումների, ճկուն խուսափելու, ճկուն ասելու ոչ, կամ ճկուն ասելու այո։ Դե հիմա տեսեք, դրա համար ճկուն ազգային ժողով։ Դրա համար էլ գրանցվեց այս անգամ խախտումներ, հա, որ դա լինի ինչ-որ մահակ հենց այս իշխանության դեմ։ Երբ որ պետք լինի, հա։ Երբ որ պետք լինի։ Այսինքն մենք ունենք նաև զենք, մեր դեմ զենք տվեցինք։ Հա։ Այդ միջազգային կառույցները բոլորն էլ ընտրություններից առաջ էին մեզ, ես քանի երևի 8 հանդիպում եմ ունեցել այդ միջազգային կառույցների հետ եւ առանց քանի որ լեզուն էլ տիրապետում եմ, առանց թարգմանի չէինք շփվում։ Եվ նրանք հարցնում էին, որտեղ պետք է ուշադրություն դարձնենք, որ կողմնաթույլ, եւ մենք մանրամասն ասել ենք եւ ընտրություններից հետո էլ նրանք զանգել են, ասել են, այ ձեր ասած տեղը, ստեղ շատ մեծ խախտում կար, այ ձեր ասած տեղը, շնորհակալություն էին հայտնում, որ մենք այդ խախտումները գրանցել ենք եւ նրանք էին զանգում, ոչ թե մենք էինք զանգում, այլ ինչ-որ 250 հոգանոց խումբ էր եկել։ Ես ասացի, որ նախ 250-ը շատ քիչ է այդ մոնիտորինգի համար, նրանք դա էլ էին հաշվի առել և մյուս անգամ ասացին ավելի մեծ խմբով են գալու և 4 տեղ, որ պետք էր ուշադրություն դարձնել, նրանք ասացին այդ 4 տեղը մենք հենց խախտումները գրանցել ենք։ Այսինքն այդ զենքը ստեղծվել է թե Ռուսաստանի կողմից Ռուսաստանի հետ դիտորդների, թե միջազգային դիտորդների կողմից խախտումները լուրջ գրանցվել է։ Բացապես դրա մասին չեն ասում հիմա։ Արդեն թեթև ասել են, դա են Tom and Jerry հին մուլտը կար, որ բաժակը ասում էր անընդհատ կգցեմ, հենց այդ էլի այդ մասն է հասել։ Ժողովուրդն էլ հիմա էլի խափնում է տարբեր շոուներով մեր երկրում, Ծառուկյանի ձերբակալություն, դա ես ոնց ասեմ, դասագրքային քաղտեխնոլոգիա է, հա, որ գնանք, շատ հեռու չգնանք, ասենք, երկու կողմին ձեռնատու քաղտեխնոլոգիա, դասակարգային և ինչքան հեռու գնանք, Մայքլ Ջեքսոն, լավ գնանք Էսկոբարի ձերբակալությունից հետո, երբ որ
ասենք կենթայիներին տեղափոխեցին, հիպոներին ասեցին չենք կարա տեղափոխենք եւ բաց թողեցին բնության մեջ։ Հետո որը ժամանակ հետո ասեցին չէ, այդ ворց հիպոին, պեպեին պետք է գնդակահարենք, որովհետեւ շատ են բազմանում եւ սարքեցին, նկարեցին։ Հիմա քաղ տեխնոլոգիան ո՞նց է աշխատում։ Ես ասում եմ դասագրքային, քանի որ դա դասագրքերի մեջ է գրված, հա, արտասահմանյան, երբ որ ինչ-որ մի ատված քաղաքական գործիչի օլիգարխի ձերբակալում են, պետության կողմից դա ցուցադրվում է, որ պետությունը գնալու է միջև վերջ, հա, կենթանիներին է խոսքը գնում, երբ որ կենթանի է սատկում եւ էկզոտիկ կենթանի, հա, եւ ժողովուրդը եւ մյուս կողմին ինչով է ձեռ տալի։ Նախ պետությանը ձեռ է տալի, որ վճռականությունը ցուցաբերվում, տեսեք, էսի ասում էր որ ծառուծիս մոտ կտանեմ, կգցեմ, այս մի կողմը, ասինքն վճռական է, կենթանուն է սատկացնում, իսկ այս մի կողմին, քանի որ օլիգարխին կամ այդ քրեական հեղինակությանը կարեկցանք չկա, բայց կենթանուն կարեկցանք կա, հա, միանգամից հայտնվում են առուծին այդ շշով կերակրելը, այսինքն երկու կողմին ձեռնատու քաղ տեխնոլոգիա, դա, այսինքն դասագրքերի մեջ գրված է, երբ որ պետության կողմից ձեռնատու օպոզիցիային ձերբակալում են, պետք է այտենց արվի, որ կարեկցանքը են մյուս կողմին բարձրանա, այսինքն ոչ ոք Ծառուկյանին այդքան չկարեկցեց, սպորտսմեններից բռնած, Արուս Կավկազ, բայց կենթանուն կարեկցանք, հա, տեսան, որ աշխատում է, մյուս օրը կոկորդիլոսին է սատկացրեցին, հա, որ այդ էկզոտիկ կենթային է, հիմա չկա քրեական գործ, ոչ ոք այդ դիակչը լեշը չի տեսել, կենթանու չգիտենք էլ սատկել է, թե չի սատկել, հա, նույն ասում եմ Պեպեի սպանությունը զինվորները այդ հիպոյի նկարի վրա, հետո ասեցին, որ դա չի սատկել, և մինչև հիմա Կոլումբիայում հիպոները մեծ, ասենք, պրոբլեմ են սարքում գյուղատնտեսության մեջ, եթե այդ մի ворցին էին սպանել, ոնց են բազմանում, հա, մի խոսքով Մայքլ Ջեքսոնին, երբ որ ատելությունը հասել էր այն աստիճանի այդ պեդոֆիլիայի, միանգամից փոխվեց, որ այդ իր անձնական գազանանոցը գնացել է ուրիշ մարդկան ձեռքին եւ շատ վատ վիճակում են, նկարներ էին եւ կարեկցանքը կենթայիների հանեց այդ Մայքլ Ջեքսոնի այդ բացասական շատ են մեքսիկական կարտելների ուզում ասեմ դասագրքային քաղ տեխնոլոգիա են Թայլանդի նարկոդիլերի գազանանոց այդ վագրերի գնդակահարությունը Ամերիկայի են խելագարի գազանանոցի որ ինքնասպանությունից առաջ կենթայիներին դուրս էր թողել այսինքն այդ կարեկցանքը հենց այդ քաղ տեխնոլոգիան դառնում է երկու կողմանի, հա, այս կողմից ախպեր ասել ես, որ ծառուծիս մոտ եմ գցելու, ես հեզակես Հիմա Ծառուկյանի դեպքում ինչ գործարկվեց եւ ինչու այդպես եմ ասում, ինչ նստվածք մնա այս կողմից դա ասել էր, որ ծառուծիս մոտ կգցեմ, հիմա որցին, ես էլ դեբատների ժամանակ հենց այդ հարցը տվեցի Փաշինյանին, ասի լավ ատելության խոսքով այդքան մարդ է ձերբակալում Բայց քո գրպանային ընդդիմությանը քիչ է ձերբակալում, տանում է կենթայիների հետ սեքսի քեզի, այդ պետք է ցուցադրական արվեր, հա, կենթայիներին ինչի պիտի տանեին, մարդուն բռնել եք, լավ, կենթայիներին ինչի պիտի տանեին, հասարակության համար է դա արվում, որ ինչ լինի հասարակությունը, ինչ, մենք վճռական ենք տրամադրված, հա, տեսեք ինչ հզոր վարչապետ ունենք, ասել է անում է, ոչ մի բանը չի անում, ոչ մի, ես հեսա մի հատ ուրիշ բան էլ կասեմ, այս մյուս կողմը, որպեսի ատելությունը այդենք չզարգանա, պետք է կենթանին սատկի, որովհետև տեսան, որ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, ինչքան 60,000 մարդ էր, չէ իրանց ընտրել, ըստ ձայների, ըստ իրենց ասացի 60,000-ը փողոց դուրս չեկավ, սպորտսմենները չխոսացին, Արուս Կավկազը չի խոսում, այսինքն այդ մարդու լեգենդը կոտրվում է։ Հիմա ինչ անենք, մի հատ կենթանուն սատկացնենք, որ կարեկցանքը այս կողմի հանդեպ մեծանա ու դրա հետ մի հատ տեղ միանգամից ամբողջ մեդիան հիշեց այդ նույն նկարը առուծին ոնց է շշով կերցնում, այսինքն կարեկցանքը
այդ մարդուն էլի ռեյտինգ է տալիս։ Հիմա թե ինչ կլինի հետագայում, ես ասել եմ Ծառուկյանի համար ամենաձեռնտու ղեկավարը դա Փաշինյանն է։ Եթե հանգարց Քոչարյանը գա, այն Փաշինյանի ասած ինքը բոմժ է դառնալու, էլի։ Ամենաձեռնտու ղեկավարը Ծառուկյանի համար դա Փաշինյանն է։ Լավ, այժմ գովաստ հայտարարենք եթերում, այնուհետև տեսնենք մեր միջազգային հարաբերությունները ինչպես են։ Ադրբեջանի նախագահն է հետաքրքիր հայտարարություններ սկսում անել, դե նա ժամանակաշ դուրս է գալիս։ Այո, որ Եվրոպայից է դուրս գալիս, չէ, Արցախի հարցը էլի նորից գցում մեր հասարակության մեջ։ Եվ այլն, խոսենք։ Գովազդ է եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արտակ Սարգսյանի հետ, Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ։ Եվ այսպես պարոն Սարգսյան, տեսնենք Հայաստանի շուրջ ինչ է կատարվում, Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները կրկին սրվեցին, եւ բոլորը երբ որ խոսում են հայ ներողություն Միացյալ Նահանգներ Իրան սրված հարաբերությունների մասին, անմիջապես սկսում են նորից թրիփ նախագծի մասին խոսել, թե ինչպես կարող է Իրանը արձագանքել թրիփին։ Մյուս կողմից մենք գիտենք, որ թրիփ նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Եվ այսպես ԱՄՆ, Իրան եւ թրիփ։ Նախ տեսեք, ես ԱՄՆ, Իրան կոնֆլիկտ չեմ տեսնում,
Ես ասել եմ ձեր եթերներից մեկում, հիմնական պատճառները իհարկե Էփշտեյնն էին եւ նավթի կամ այդ բենզինի մոնոպոլիան եւ Տրամպը շատ լավ դա կատարում, այսինքն փակում է Հորմուզը եւ Վենեսուելան վերցնում է իր ազդեցության տակ, այսինքն նավթ ծախողները լինելու են Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մոնոպոլիա են ստեղծելու։ Այսինքն ես չեմ հավատում այդ կոնֆլիկտին, որ Ամերիկան էլ չի կարողանում այդ հարցը լուծել կամ Հորմուզը բացել, իհարկե կարող է, բայց ձեռ չի տալիս եւ այդ կողքի բարեկամ պետություններին իհարկե նա չպետք է հարվածեր, պետք է հարվածեր Իրանը, այսինքն Սաուդիա, Քուվեյթ, Էմիրեթս, Օման, Բահրեյն, Կատար, հա, այդ երկրներին պետք ամերիկան հույնք չէր հարվածելու, պետք է ինչ-որ մի հորինված թշնամի պետություն հարվածի եւ այդտեղ Սադամը չկար, իհարկե ամենալավը Իրանն էր։ Ես տեսնում եմ, որ Ամերիկան այստեղ տնտեսական մեծ հաղթանակ է տանելու եւ հետագայում է, եթե Սուեզն էլ փակի, արդեն աշխարհը ընդհանրապես երկուզենա անգնելու է ոչ միայն նավթային, այլ տնտեսական ճգնաժամի մեջ։ Նավթային ճգնաժամը ահռելի է արդեն Հնդկաստան, Շրի Լանկա, ծեծ կրտոց, բենզակալոն կեքում, կուպոններով։ Մի խոսքով ես չեմ տեսնում, որ Ամերիկան պարտվում է եւ երբեք չեմ տեսել, ասենք, որ պատերազմի նախագծող ճարտարապետը կոնֆլիկտում պարտվի։ Ես տեսնում եմ, որ նրանք շահում են, Տրամպը շատ խելոք քայլ է անում, ահռելի խելոք քայլ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին շահերից բխելով, ինչքան էլ որ ասեն, որ այս ներքին հիմա միջանկյալ ընտրություններին Տրամպի ռեյտինգը ընկնում է, ես չեմ գտնում, ես գտնում եմ, որ իրոք նա շատ խելացի քայլ է անում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ տրիպին ինձ քննադատել են, երբ որ ես ասել եմ, որ Տրամպը իրոք մեզ փրկություն է առաջարկել այն բանով, որ Հայաստանում ինչ էլ արտադրես մենք կախված ենք այդ ասեղի ծակից, հա, այդ լարսից։ Եվ հիմա ցույց է տալիս, որ Ռուսաստանը այդ փակելով հարցերը լուծում, ալիքներով է փակում, հիմա ձկնաբուծարանները ես ձկնաբուծարանում էի, ջրերը համարյա բոլորը դատարկել են, այդ ձկնաբուծարանները շատ ողբեր գալի վիճակների մեջ են Հայաստանում եւ ծաղիկ, ձկնաբույծ, այսինքն ինչ էլ արտադրես, Տրամպը հասկացնում էր, որ դուք այդ ասեղի ծակից եք կախված, ու այդ ասեղի ծակն էլ այսօր պամիդորը կփագի հարց կլուծի, վաղը ձուկը կփագի, մյուս օրը ծաղիկը կփագի, եկեք, նա առաջարկում էր, եկեք IT ոլորտը դնենք, ձեր գյուղատնտեսությունը լավ է, բայց ասում էր չեք կարողանալու վաճառեք, եկեք այդ շրջաններում, որ զարգացած չի, IT ոլորտը զարգացնենք, IT ոլորտի համար ձեզի լարսը պետք չի, հասկանում եք, Nvidia-ն կամ մյուսը, եթե իրոք գալիս են, դա փրկություն է Հայաստանի շրջաններին։ Ես դրա համար ասում եմ, Տրամպը շատ հանճարեղ ծրագիր էր առաջարկում, ինձ շատ-շատերը քննադատում են, այս ինչ ես ասում, եւ տրիպն էլ որպես փաթեթ մեզ ասել է ձեռնտու է, որպես միայն տրիպ հենց այդպես, նա մեզ շուտ հակառակ էֆեկտ ունեցող բան է, բայց դա տնտեսական տեսանկյունից եք դիտարկում, բայց տրիպի մասին երբ որ խոսում են, քաղաքական ասպեկտն են հաշվի առնում։ Ամբողջ քաղաքականությունը հենց տնտեսական կողմը, չկա քաղաքականություն առանց տնտեսության, չկա պատերազմ առանց տնտեսության, կինոների մեջ որ նայում եք պատերազմները, հենց տնտեսական են, բոլոր պատերազմները տնտեսական են։ Նույն Իրան հիմա տնտեսական է, մանավանդ Հորմուզի թեման է։ Իհարկե։ Ես ասում եմ, Ամերիկան ձևացնում է, թե Պարսկաստանում պարտվում է, չի կարողանում Հորմուզը բացել, քանի որ ձեռ է տալիս իրան։ Պանամայի ջրանցքը ոչ օֆիցիալ վերցրեցին, հայ $1 տրիլիոն ծախսած չինական կամ հոնկոնգյան ֆիրմային դատարանը որոշում կայացրեց հանեց եւ ինչ որ դանիական ֆիրմայի տվեցին, հա, որ այտենց նախադեպ չէր եղել, հա, $1 տրիլիոն էր ներդրված Պանամայի վրա։ Վերջ Ամերիկան այսքան
բոլորը մնում է Սուեզն էլ փակի, ավիակիրները արդեն վաղուց ընդեղ կանգնած են, աշխարհը դնելու է տնտեսական մեծ ճգնաժամի մեջ։ Կար այսպիսի տեսակետ համեմատում էին, ճիշտ է, համեմատելի չէ չափերի տեսակետից, նշանակության տեսակետից, բայց տրամաբանորեն ասում են Հորմուզի նեղուցը այնտեղ, այստեղ Սյունիքի այդ միջանցքը։ Նույն կարևորությունը տնտեսական տեսանկյունից ունի Սյունիքի միջանցքը, այո թե ոչ։ Ես նայած որ երկրների համար, հա, ես չի ասի որ ասենք այդ աշխարհի խաղացողների համար Սյունիքի միջանցքը այդքան կարևոր է, բայց իհարկե ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, որպեսզի անգիստ զորքը հասնի դեպի Միջին Ասիա։ Ահա, դա քաղաքական Այո, տեսանկյունից։ Թուրքիայի համար ես ասել եմ նրանց հիմնական նպատակը այդ 800 միլիոնի ծմրադեղերը Ադրբեջանից հասցնելը եւ հետո Եվրոպա տանելը, որը որ իրենց համար շատ մեծ 800 միլիարդ ես կասեի, հա, նրանք դա զարգացնելու են, այսինքն Աֆղանստանից այդ նոր նարկո տրաֆիկի ճանապարհ Թուրքիայի համար եւ Թուրքիան ունենալով մեծ հող եւ տնտեսապես լինելով ոչ զարգացած, դա Թուրքիային շատ ձեռնտու է։ Ոչ բոլորի համար այդ միջանցքը ինչ-որ կարևորություն ունի, հաշվի առնելով որ ռելիեֆը եւ այդ անցունակությունը այդքան էլ կարևոր չի։ Հիմնական համար Միացյալ Նահանգների համար այո կարևոր է զորքի, զենք զինամթերքի ազատ ճամփորդելը դեպի Միջին Ասիա։ Հիմա դիտարկենք այն սկզբից, որ ասեցի, Իրանի տեսանկյունից։ Մենք անընդհատ 4 կողմը պատտվում ենք այս հարցի, այս արդեն ինչքան ժամանակ է օգոստոսից մինչև այս օգոստոս, երբ որ թրիփի նախագծի մասին խոսվեց, ինչպես է արձագանքում Իրանը իրականում, որովհետև Իրանը մի բան ասում է, երբեմն մտքում ուրիշ բան է լինում։ Իրանը դա սիոնիստական պետություն է, Ամերիկայի կողմից ստեղծված պետություն է։ Իրանը։ Իհարկե, հենց շահին նրանք բերեցին, շահին հանելուց հետո Խոմենին նրանք բերեցին եւ երբ որ շահը սպառնում էր խփելու, ասացին, եթե այդ ֆրանսիական ինքնաթիռը դու խփես, մենք ձեզ կվերացնենք, այսինքն Հիզբուլլահ Համաս դրանք Իսրայելի կողմից ֆինանսավորվող կազմակերպություն են եւ համարել, որ Իրան կամ Ամերիկա դրանք թշնամի են եւ անելու են ինչ-որ քայլեր, ես դա չեմ տեսնում։ Մենք ունեցել ենք բազմաթիվ հարցաքննություններ Քենիայում տարբեր ագենտների եւ ֆինանսավորումը տեսել ենք, որ դերից չենք հրապարակել, որովհետեւ դա Կենիային ընդհանրապես պետք չէր, բայց ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Հիզբուլլահ եւ Համաս դա Իսրայելի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ են եւ Պարսկաստանն էլ ամենասիոնիստական երկրներից մեկն է։ Պետք է Իսրայելին թշնամի, նրանք պահում են այդ թշնամուն։ Ամերիկային էլ է պետք է, այսինքն դա դավադրության տեսություն չի։ Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ ոնց կնայեն, չգիտենք ոնց կնայեն, տրիպի հանդեպ ոնց կնայեն, էլի չգիտենք, կասեն սուս մնացեք, սուս կմնան, կասեն սուս մի մնացեք, սուս չեն մնա։ Այդպես է գնահատում, հա։ Այո, Իրանի վրա հույս դնել, որ ինչ-որ Իրանը մեր բարեկամն է, ես այդեն չեմ հաշվում։ Բայց նաև թշնամի չի։ Դե հիմա Էմիրատին թշնամի է Իրանը, կամ Բահրենին, կամ Քատարին, Բահրենի 98%-ը պարսիկ են, ոչ թե շիա, միայն իշխող ընտանիքն է, որ սուննա է եւ այլ ընտանիք է, 98%-ը բնակության, նրանք պարսիկ են, եւ այդ վերջի հեղաշրջումը, որ փորձեց, հետո լեզու գտան, Սաուդիային ասացին լավ մտի ճնշի, դա պարսիկների սարքածն էր, ռազմավարական ծրագիր պայմանագիր ունեն Բահրենի հետ, բայց ռմբակոծում են, Քուվեյթը թշնամի չի, Արաբական Միացյալ Էմիրությունը թշնամի չի, Արաբական Միացյալ Էմիրություն, Դուբայի
թագավորական ընտանիքը պարսկական արյուն ունի, Դուբայինը, չեմ ասում Աբու Դաբիինը կամ Շարժայինը, Պարսկաստանից Ալ-Մակտումը, Պարսկաստանից բնակ ոչ Բենի Հաշիմեն, ոչ այդ ընտանիքներից չեն, պարսկական ծագում ունեն եւ ճշտամի չեն, բայց հարվածում է, ասել են հարվածում է, Քուվեյթը ամեն օր առմբակոծվում հիմա, ամեն օր։ Այդ որ ասում ասել են նկատի ունեք Միացյալ Նահանգների։ Դե հիմա ես չգիտեմ Իսրայել Միացյալ Նահանգների, ես ասացի, հիմնական նպատակը նավթի մոնոպոլիան Ամերիկայի վերցնելն է։ Հորմուզը պետքա փակվի, վերջ։ Իրանց ժամանակ էր տրված, միջև ամենաշատը 30 թիվ նավթի էկոնոմիկայից երկիրը պետքա փոխվի։ Սաուդյան շատ հաջող կատարում էր այդ ծրագիրը։ Էմիրատն էլ հաջող կատարեց, ասեցին վերջ, ձեր ժամկետը մինչև 30 թվականն է, 30 թվականից դուք էլ փոխեք, ձեր էկոնոմիկան նավթից պետքա փոխեք։ Վերջին հարցը Ալիևին է վերաբերում, անգամ ոչ Ադրբեջանին, որտեղ այնտեղ Ալիևին է։ Վտանգներ, ինչ որ տեսնում եք Ալիևի վերջին շարժումներից, խոսույթներից եւ այլն։ Տեսեք, Ալիևի խոսույթների մեծ մասը ներքին աուդիտորիայի համար է, քանի որ նրա վիճակն էլ շատ ծանր է, ինչ-որ լուրջ ռազմական գործողություններ չեմ տեսնում, հաշվի առնելով էլի այս կոնֆլիկտը, որ աճելու է, զարգանալու է Իսրայել-Թուրքիա, հա, դա անխուսափելի է։ Դա իրական կոնֆլիկտ է։ Այդ իրական կոնֆլիկտը ես ասել եմ երբ է սկսվել, այդ Ռուսաստանի միակ ճիշտ քայլից, երբ որ նա զորքը Սիրիայից հանեց։ Դա այդ կոնֆլիկտի հենց սկիզբն էր։ Ես հենց այդ ժամանակ էլի ձեր եթերներից մեկում էր ասացի, որ Ռուսաստանը միակ ճիշտ քայլը արեց, հանեց իհարկե Թուրքիա-Իսրայել, այդ կոնֆլիկտը պետքա ստեղծվի եւ զարգանալու է, ոչ թե ինչ որ Այնտեղ կա անձնական հարցեր, այլ ոչ, այդ քողարկված Իսրայելը Քրդստանի տակ պետքա ստեղծվի։ Դա արդեն քարտեզի փոփոխություն լինելու է։ Հիմա մեր բախտը ինչքանով կբերի, մեր իշխանությունը ինչքան պատրաստ կլինի այդ կոնֆլիկտի ժամանակ, որ մենք էլ մերը վերցնենք, թե քրդերին կտվեցվի, դա արդեն անհատից է կախված, անհատ ղեկավարից է կախված, ոչ թե ասենք ղեկավարը իրան ինչպես կդրսևորի այդ կոնֆլիկտ, կնստենք, կասենք, չէ, մեզ ոչ մի բան պետք չի, քրդերին կտան։ Ալիևի խոսույթները ոչ մի բանով չի տարբերվում, այդ նույն խոսույթները մենք առաջին Արցախյանից լսել ենք եւ ոչ մի տարբերություն չկա։ Հա, ասում է այդ Արցախի հարցը Այնտեղ ճիշտ բաներ էլ կա, որ մենք էլ ենք բարձրաձայնը, եթե պետք է Արցախը մի օրում հանձնեին, ինչի ես 30 տարի խաբեցին, գազամուղն էլ մեր մոտով կանցներ, կնստեինք, մենք թելադրեինք, գազը կփակեինք, կբացեինք, ոչ թե Վրաստանը, մեզ էլ ոսկուպես կպահեին, ոնց որ հրեաներին Պարսկաստանում են պահում կամ ոնց որ հրեաներին Ադրբեջանին են պահում, այսինքն մենք թշնամի երկրի մեջ երկու հատ հանրապետություն ունեինք։ Մեկը Նախիջևան, մեկը դա գիտեք ինչ առավելություն, եթե պետք է մի օրվա մեջ հանձնեինք այդ պետությունը, բայց չանեինք։ Ասում եմ, այդ գնայինք այդ 5 պլյուս քանիս է, հա, 5 + 2։ Հա, գնայինք այդ բանաձևով։ Հա, այդ գազամուղն էլ ավելի կարճ մեր մոտով կանցներ, մենք փող կաշխատեինք ու հարցեր կլուծեինք, ու մեզ էլ կպահեին, որ աշխարհին ցույց տային, որ հայերը սենց են ապրում, հա։ Հիմա Պարսկաստանում հրեաներին տենում եք ոնց են պահում։ Սաղ աշխարհին ցույց են տալիս, թե տեսեք հələ հրեա կամ Ադրբեջանում Երևի այդտեղ ամիս չկա, որ 2-3 ժուրնալիստ չգնա Ադրբեջան եւ չնկարի այդ հրեաների այդ ոնց են ապրում, ազատ մի խոսքով Ես տարբերություն չեմ տեսնում, ասենք 90-ականների թե հիմա, նույն բանը ուղղակի Ալիևը վերահիշեցնում է, որ կարար սենց լիներ։ Որ մեր ներսում ինչ-որ պարակտումներ էլի խորացնի, հա, որ հանկարծ չհանդարտվի ժողովուրդը։ Իհարկե, դա հենց այս Փաշինյանի էլի մարքեթինգն է, բոլորը Փաշինյանին մարքեթինգ արեցին եւ իմ զարմանքը, որ ինքը քիչ ձայն տարավ, չէր կարող լինել։
այդ եվրո ղեկավարներին ստեղ հավաքելը, երկու անգամ Վենսի գալը, երկու անգամ պետ քարտուղարի գալը, Փաշինյանը պետքա ձայն տանել։ Իրոք ոչ ոք չկարողացավ այս կոնֆլիկտային երկրի կողքին բերել այդ բոլոր եվրո աշխատանքներ տարվով, իրոք աշխատանքներ տարվով, հա, այդ եկան, Մակրոնն է փաթաթվում, այսինքն լուրջ աշխատանքներ տարվով եւ հանկարծ հավաքեց այնքան ձայն, որ ինքը չի կարողանալու, ասենք, սահմանադրություն փոխի, հա, էլի գնացինք այդ նկարչությանը ժամանակավոր Բայց դեպքում ինչու էր այդքան մեծ Մակրոնը, Վենսա, Ռուբիոյա խառը նախաձեռնություններով Դե նախաձեռնությունները արված էր, որ Փաշինյանը շատ ձայներ տարվի, այդ ռուսական կեղծ հակափաշինյանականը, բայց մեր մոտ նկարվեց, ես չգիտեմ, Աստծու կամքներ, թե իրոք ինչ-որ մի հատ անտեսանելի հայկական ուժ կա, որ ճիշտ է նկարում, ես դեռ դա չգիտեմ։ Մի հատ հին կինո կար, Համո Բեկնազարյանը լավ թարգմանում էր, Ռոբինզոն Կրուզոն։ Այն ժամանակ հայկական թարգմանությունները լավն էր, որ ասում է կամ այս կղզու վրա չարքերն են, կամ մեզանից հունարով ավազակները։ Հիմա ես չգիտեմ, կամ ես հələ չեմ շփվել այդ ուժերի հետ, որ իրոք նկարվեց այնց, ոնց որ ժամանակավոր պետք է։ Այսինքն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ամեն ինչ արեցին, որ Փաշինյանը շատ ձայն հավաքի, բայց Փաշինյանը վերցրեց այն։ Դա իմ ամենամեծ զարմանքն է։ Որքան իրեն պետք էր։ Դա իմ ամենամեծ զարմանքն էր, որ Փաշինյանը չտարավ ավելի շատ ձայներ։ Իրոք, միակ կուսակցությունը, որ գործ էր անում, դա հենց այդ ԿՊ-ն էր, որ իրոք կարար ձայներ տանել։ Շնորհակալ եմ ասվածություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանի հետ ենք զրուցում, զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։